Պարապմունքից առաջ ռաստիճկաներ անելը ոչ միայն ոչ մի օգուտ չունի, այլ նաև ձեր պարապմունքի վրա բացասականորեն ազդելու։ Ռաստիճկաների ժամանակ բացվում են քալցիում այոնների չենելները, ինչի պատճառով մկանի բջիջների ցիտոպլազմում քալցիում այոններ են լցվում, ու այս առաջացնում է excitation contraction coupling failure, ինչը եթե շատ պարզ բացատրեմ, այն է, որ մկանի բջիջները բիոքիմիական կառուցվածքային վնասվածք են ստանում քալցիում այոններից, ինչից հետո դուք ժամանակավոր դրանք չեք կարողանալու ակտիվացնել, մինչև իրանք չվերականգնվեն։ Ու այս վերականգնման process-ը կարող օրեր տևի ու նույնիսկ շաբաթներ, կախված նրանից, թե ինչքան muscle damage է առաջացել։ Սակայն այս կոնտեքստում միտքը այն է, որ եթե մենք պարապմունքից առաջ ռաստիճկա անենք, սրա պատճառով որոշ մկանաթելեր կենթարկվեն excitation contraction coupling failure-ի, ինչի պատճառով մենք պարապմունքի ընթացքում սրանք չենք կարողանա ակտիվացնել ու իրանք մկանային աճի ստիմուլ չեն ստանա։ Բացի դրանից ոչ մի ապացույց չկա, որ պարապմունքից առաջ ռաստիճկաներ անելը որևիցե ձևով տրավմաների ռիսկը իջացնում է։ Դրա համար շատ ավելի լավ է ռաստիճկաները անել պարապմունքի վերջում, որպեսզի դուք մինչև ձեր մյուս պարապմունք ժամանակ ունենաք muscle damage-ից վերականգնվելու։ Իսկ տրավմաների ռիսկը քչացնելու համար ամենակարևոր բանը լինելու է պարապմունքից առաջ մկանների ջերմաստիճանը բարձրացնելը, ինչը կարելի է անել 10-15 րոպե թեթև կարդիոյի միջոցով։